Եվ այսպես Ալիևը ցանկանում է կառավարել Հայաստանի թե ներքին, թե արտաքին քաղաքականությունը։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք արդեն հասել ենք մի փուլի, որը մի կողմից իհարկե կարելի է անվանել նախընտրական շրջան, բայց Ադրբեջանի ընկալմամբ սա մի շրջան է, երբ իրենք կարող են արդեն բացահայտ խոսել այն մասին, որ իրենք Հայաստանի Հանրապետությունը ընկալում են որպես վասալային ինչ-որ մի տարածք, սահմանափակ ինքնիշխանությամբ, այնպիսի մի տարածք, որի քաղաքական ղեկավարությունը պետք է իր ներքին եւ արտաքին քաղաքականությունը համաձայնեցնի Ադրբեջանի հետ։ Եկեք սկսենք ներքին քաղաքականությունից։ Ադրբեջանի թիվ 1 պահանջը, որը այս պահի դրությամբ կա բանակցությունների սեղանին, դա Հայաստանի սահմանադրական փոփոխություններն են։ Ինչ է ասում պաշտոնական Երևանը սրա վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանը, որը ինչպես գիտեք Գերմանիայում է, հենց Գերմանիայում այս հարցին անդրադարձել է նաև Ադրբեջանի դեսպանի հետ խոսելիս։ Ասում է հետևյալը. մենք արդեն որպես Հայաստանի Հանրապետություն մեր դիրքորոշումը ներկայացրել ենք, որպես Հայաստանի Հանրապետության իշխանություններ։ Եթե մեր սահմանադրությունը հակասում է խաղաղության պայմանագրին, այսինքն տեսեք էլի ոչ թե խաղաղության պայմանագիրը պետք է համապատասխանեցվի մեր սահմանադրությանն, այլ մեր սահմանադրությունը պետք է համապատասխանեցնենք խաղաղության պայմանագրին։ Ինչևէ, Նիկոլ Փաշինյանն ասում է, մենք արդեն ասել ենք, որ եթե մեր սահմանադրությունը հակասում է խաղաղության պայմանագրին, այդ սահմանադրությունը պետք է փոխվի։ Ադրբեջանում սա չի ընկալվում որպես բարի կամքի դրսևորում կամ դրսևորում նրա, որ հայերը իսկապես ցանկանում են թերթել պատերազմի էջը եւ հասնել խաղաղության, այլ սա ընկալվում է որպես ինքնիշխանությունը աճուրդի դնելու իրեղեն ապացույց, որովհետև եթե դու պատրաստ ես քո հիմնական օրենքը համապատասխանեցնել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից գրված այսպես կոչված խաղաղության պայմանագրին, դա նշանակում է, որ դու պատրաստ ես հրաժարվել քո ինքնիշխանությունից։ Դրանից էլ բխում է այն, որ Ադրբեջանը նորանոր պահանջներ է առաջ քաշում եւ այդ նորանոր պահանջները շատ այսպես համապարփակ ներկայացված են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության կողմից տարածված հաղորդագրության մեջ։ Ինչ է ասում պաշտոնական Բաքուն իր ԱԳՆ-ի միջոցով, ասում է հետեւյալը, որ Հայաստանի Հանրապետությունը փաստացի իրավունք չունի առանց Ադրբեջանի համաձայնության կամ առանց Ադրբեջանի հետ համաձայնեցնելու Եվրոմիության հետ համագործակցության իր օրակարգը ունենալ։ Ադրբեջանին դուր չի գալիս, որ Հայաստան-Եվրոմիություն համագործակցության շրջանակներում ստորագրված փաստաթղթում նշված է օրինակ Արցախից Արցախահայ փախստականների մասին, իրենց դուրը չի գալիս, որ խոսվում է Բաքվում պահվող հայ ռազմագերիների մասին, իրենց դուրը չի գալիս, որ ՄԱԿ-ի քրեական դատարանի կողմից ընդունված որոշումների կատարման անհրաժեշտության մասին եւս կա կետ Հայաստանի եւ Եվրոմիության փաստաթղթում, ավելին իրենց դուրը չի գալիս, որ թրիպին վերաբերվող կետ այդ փաստաթղթում չկա։ Այդ իսկ պատճառով իրենք հայտարարություն են տարածում եւ ասում են, որ Հայաստան-Եվրոմիություն համագործակցությունը եւ ստորագրված փաստաթղթերը չեն համապատասխանում Ադրբեջանի եւ Հայաստանի միջև ընթացող բանակցային գործընթացին խաղաղության օրակարգին։ Տեսեք, նույնը կարող է ընդհանրապես վերաբերվել նաեւ Հայաստանի ներքին կյանքում ընթացող ցանկացած երևույթ։ Օրինակ Նիկոլ Փաշինյանը, որ հիմա փորձում է ամենտեղ Հայաստանի Հանրապետության դրոշը տնկել, ադրբեջանցիները մի օր կարող են ասել, որ դա ռևանշիզմի դրսևորում է, որովհետև այդպես դուք փորձում եք համոզել հայերին, որ պետք է սիրել Հայաստանը, եթե պետք է սիրել Հայաստանը, ուրեմն պետք է գնալ եւ ետ բերել Արցախը, ուստի մենք պահանջում ենք, որ դրոշները ոչ մի տեղ չլինեն։ Ձեզ սա աբսուրդ է թվում, բայց իրականությունն այնպեսին է, որ մենք հենց այս ճանապարհով էլ հնարավոր է գնանք։ Այս իրողությունը հստակ ապացույցն է նրա, որ անկախ նրանից, թե Արարատ Միրզոյանը կամ Նիկոլ Փաշինյանը Եվրոպայում ինչ հարցերի վերաբերյալ գալիս են պայմանավորվածության, անկախ նրանից, թե Հայաստանի ներսում ինչ քարոզ է տեղի ունենում, շատ բաներ Հայաստանի Հանրապետությունը այսուհետև ստիպված է ճշտել, համաձայնեցնել Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ, ստիպված է իր արտաքին քաղաքականությունը համաձայնեցնել Անկարայի եւ Բաքվի քաղաքական պատկերացումների, շահերի հետ։ Սա այն իրողությունն է, որը մենք ամեն օր ականատես ենք դառնում, բայց մենք պետք է նաև հստակ ընդգծենք, թե ինչու է այսպես ստեղծվել, ինչու ենք մենք այս իրավիճակում հայտնվել։ Հարգելի հեռուստադիտողներ, երբ որ Արցախը հանձնվում էր, մենք նաև ալֆայի տաղավարում, քանիցը սրա մասին խոսել ենք, որ Հայաստանը զրկվում է ոչ միայն ֆիզիկական խորությունից, ռազմավարական խորությունից, դիվանագիտական խորությունից, ինչը հանգեցնելու է նրան, որ Ադրբեջանը եւ Թուրքիան փորձելու են ներթափանցել ներհայաստանյան գործերի մեջ, ինչի վառ վկայությունը մենք հիմա տեսնում ենք։ Տեսեք, ադրբեջանցիների ընկալմամբ մենք հանդիսանում ենք ռազմավարական գոտի, որը իրենց շահերի գոտին է։ Իրենց շահերի գոտին է որպես Հայաստան ուղիղ այնքան ժամանակ, մինչև իրենք չկարողանան Հայաստանը վերածել արևմտյան Ադրբեջանի, իսկ իրենք ուզում են դա անել։ Իհարկե իրենք դա ուզում են։ Վերջերս Ալիևը կրկին խոսել է այն մասին, որ 300,000 ադրբեջանցիներ պետք է ճակերտավոր վերադարձ ունենան Հայաստանի Հանրապետություն։ Մենք դրա համար ենք ասում, որ Ադրբեջանի ընկալմամբ մենք
մի քաղաքական սուբյեկտ ենք, որը այլևս չունի սուվերենություն։ Քանիցս մեր տաղավարում խոսել ենք այն մասին, որ Հայաստանում մենք ունենք ինքնիշխանության ճգնաժամ Եվրոմիությունից մինչև Ալիև եւ Հիկմետ Հաջիև որոշում են, թե Հայաստանի Հանրապետությունը ինչ արտաքին կամ ներքին քաղաքականություն պետք է ունենա։ Մենք պետք է նշենք նաեւ հետեւյալը. չափազանց կարևոր է սա արձանագրել։ Եթե Հայաստանի Հանրապետության իշխանությունների գործողությունները ուղղված են ոչ թե նրան, որ վերականգնվի ռազմաքաղաքական բալանսը, այլ ուղղված են նրան, որ իրենց խոսույթով, իրենց գործուն քաղաքականությամբ համակերպվեն Ադրբեջանից եկող պահանջների հետ, մենք գալու ենք մի իրավիճակի, երբ որ ադրբեջանցիները պարզապես սասկացնելու են իրենց պահանջները Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Սա չափազանց կարևոր արձանագրում է, հատկապես 2026 թվականին սպասվող ընտրությունների նախաշեմին։ Ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն եւ իրենք պետք է ընտրեն, արդյոք իրենք տեր են խաղաղությանը, թե իրենք Հայաստանը վերածում են նոր ֆորպոստի, կամ Նիկոլ Փաշինյանը այսօր Բեռլինում հերթական անգամ ասել այն մասին, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունների վարած քաղաքականությունն ուղղված է նրան, որ Հայաստանը ունենա հնարավորություն առանց արտաքին աջակցության գոյատևի մեր տարածաշրջանը, բայց իրականում իրենց վարած քաղաքականությունը Հայաստանը դարձնում է պարզապես կցորդ Թուրքիան եւ Ադրբեջանին։ Կրկին ասենք, հարգելի հեռուստադիտողներ, ոչ ես, ոչ վստահաբար դուք չեք ուզում Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ պատերազմ, բայց այն քաղաքականությունը, որը վարում է Նիկոլ Փաշինյանը, բերում է նրան, որ ոչ թե մենք պատերազմ չենք ունենալու Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, այլ մենք վերածվելու ենք թուրքերի։ Դուք դա ուզում եք, թե ոչ։ Մտածեք այդ մասին ու հատկապես այդ մասին մտածեք 26 թվականին, երբ որ գնաք ընտրություններին մասնակցելու եւ քվեարկելու եք այս կամ այն քաղաքական ուժի օգտին կամ դեմ։ Մտածեք այդ մասին։